Բայց ծանոթացել եք ընդհանուր միջնորդությանը եւ հիմա շարունակում ենք, ինչպես տեսնում եք, ծանոթանալ, դատախազին ուղղելով մեր հարցերը, լսում ենք պատասխանները, խմբակցությունը նիստ կկայացնի։ Պատգամավորն ասում է, սա քաղաքական ճնշում է։ Մենք ուրեմն որևէ քաղաքական ճնշման մասին խոսել չենք կարող, անցնում ենք իրավական գործընթացով, խմբակցությունը նիստ կանի, որոշումը կկայացնի, ըստ էության եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով դուք կտեղեկացնեք։ Տեսեք, բայց սա 1 տարի առաջ հարուցված քրեական գործ էր, բայց այդ ժամանակ Հովիկ Աղազարյանը ձեր թիմից էր եւ ըստ էության ամբողջությամբ էր կիսում այն գաղափարները, որ հենց ձեր ասածն էլ գալիս է փաստելու, որ որևէ քաղաքական հետապնդման մասին չեն կարող խոսել, այդ ժամանակ որ հարուցվեր, որոնք որ հարուցվել են քրեական վարույթում տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը հրապարակ օրաթերթին, ուրեմն Սուրենավան անվան տակ գրած իր հեռախոսում պետական անվտանգության վերաբերող գաղտնիքներ փոխանցում։ Սա այս պատմությունն իրար հետ բացարձակապես կապ չունեն, հարգելի գործընկերներ, անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, հարցերի պատասխանները դատախազից, կկայացնենք որոշում արդեն ելնելով ուրեմն միջնորդության բովանդակությունից։ Մենք որպես քաղաքական մարմին, ես ուզում եմ հստակ արձանագրենք, մենք հնարավորություն ենք տալիս ուրեմն վարույթ իրականացնելու եւ որևէ կերպ չենք ցանկանում խոչընդոտել ուրեմն փաստական հանգամանքների առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին, հարգելի գործընկերներ։ Աղազարյանն ասում է Ալիևը Տիգրանաշենն է ուզում, դրա համար ինձ ուզում է մեկուսացնել։